Հանուն եւ Որդու եւ Հոգու Սրբու ամեն։ Սիրելիներ, այսօրվա ավետարանը մեզ ասում է, թե չկա մի ծածուկ բան, որպեսզի հայտնի չդառնա, կամ գաղտնի մի բան, որպեսզի առաջ չգա։ Ասել կուզի, թե Աստված սրտագետ է, սրտերն է քննում, եւ մարդը ինչքան էլ ուզում է ծածուկ պահի իր գործած հանցանքը, թեկուզ նաեւ իր միտքը, այս պետք է ուշ թե շուտ հայտնի գա։ Հիշենք Հովսեփին, որ իր եղբայրները գցեցին մի չորացած ջրափոսի մեջ, հետո վաճառեցին Եգիպտոս ստրկության եւ 40 տարի, շուրջ 40 տարի գաղտնի պահեցին իրենց հորը ասելով, թե վայրի գազանը նրան հոշոտել է և 40 տարի հետո ի հայտ եկավ այդ ամենը, այնպես ինչպես որ ի հայտ եկավ մենք գիտենք։ Ուրեմն սիրելիներ, ինչքան էլ որ մենք գաղտնի գործենք, ինչքան էլ որ մութ տեղը գործենք, իսկ ինչպես ավետարանն է ասում, միշտ չարիքը, օրինազանցությունը, պատվիրանապահությունն է, որ մութ տեղն է գործվում, և ինչ ասում է, նրանք սիրեցին խավարը, որովհետև նրանց գործերը խավարի մեջ գործվող գործեր էին և չեկան դեպի լույսը, այսինքն ինչքան էլ որ խավարի համար, աշխատենք և գործենք և մտածենք, թե ծածուկ պիտի մնա, ոչինչ ծածուկ չի մնում։ Եվ եթե մեր արարքը մենք մարդկանցից թաքցնում ենք և մարդկանց մոտ կամ մեկ մարդու մոտ, թեկուզ հարազատ մարդու այս արարքը չենք կարող բարձրաձայնել, որովհետև դե վերջի ամոթ։ Ապա իմանա չխոստովանված ամեն մի արարք Աստծո ահեղ դատաստանի առջև է հայտնի դառնում և հրեշտակների առջև է բացահայտվում։ Եթե այսօր մարդկային պարզ երևույթ է Աստծո կողմից դրված մի օրենք, երբ որ մարդը իր խղճի սրտի վրա ծանրացած մի մեղք ունի, աղոթենք այդպիսի մարդկանց համար, և այս մարդը մի շատ թե քիչ սրբությամբ ապրող մի հարազատի է հանդիպում կամ այդպիսի հարազատ ունի, արդեն ոչինչ չասած, ոչինչ չբարձրաձայնած, այդ սրբության ձգտող մարդու ներկայությունը հանդիմանություն է այդ ծածուկ սրտի վրա ծանրացած այդ ծածուկ մեղքի համար։ Ապա ինչքան առավել ևս այն ժամանակ, երբ որ մեր մեղքերը պիտի բարձրաձայնվեն սրբերի և հրեշտակների ժողովի առաջ։ Ոչինչ ծածուկ չի մնում, սիրելիներ, և չկա մի բան, որ չի բացահայտվում։ Սա նաև նրա համար է, որպեսզի եթե այս կամ այն ձև մենք տխրում ենք, մենք նեղվում ենք, որովհետև մեր արդարությունը ոտնահարված է, վստահ լինենք, որ ոչինչ չի կարող ոտնահարված հավիտենական մնա։ Աստված կա, և այդ Աստված գործում է, և այդ Աստված մեր հայրն է, և գործում է թե այս կյանքում, թե հավիտենական կյանքում։ Սակայն եթե մեր հանդեպ կատարած անարդարությունը, մեր հանդեպ կատարած մեղքը մեզ չի տանում դեպի հավիտենական կորուստ և կատարողին է տանում, դրա համար ավելի լավ է մենք սևեռվենք մեր գաղտնիքների, սրտի գաղտնիքների վրա, որոնք որ Աստծո առաջ բացահայտ են, Աստծո առաջ բացահայտ են և Ադամի նման փորձում են թաքնվել Աստծուց, բայց Աստված ասում է, ուր ես Ադամ, Աստված ամեն օր, չէ որ մենք հիշում ենք մեր մեղքը,
Մեր մեղքը հիշելով, Աստված ամեն օր մեր միջոցով մեզ հիշեցնում է նրա մասին և նրա ապաշխարության մասին։ Եվ մեր Տերը մի ուրիշ խոսք էլ է ասում, որ կարծես թե առաջին հայացքից հակասական է։ Ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, այն ինչ էլ որ ունի, նրանից կվերցվի։ Ուրեմն երբ որ ասում ենք ով չունի, սակայն այն ինչ էլ որ ունի, ուրեմն նշանակում է այն համատարած բարիքի մասին է այն ինչ էլ որ ունի, որ Աստված ամեն մարդու տալիս է։ Աստված ամեն մարդու տալիս է կյանք, ամեն մարդու տալիս է փրկության հնարավորություն, ամեն մարդու տալիս է մի շնորհ, մի ստեղծագործելու հնարավորություն, ամեն մարդու տալիս է բանականություն, ազատ կամ ստեղծագործելու հնարավորություն։ Ամեն մեկին տալիս է փրկություն, այս փրկությունը տալիս է իր որդու կյանքով, չարչարանքով, արյամբ և հարությամբ, ամեն մեկին տալիս է։ Սակայն ասում է զգուշ եղեք, և նրանք ովքեր որ այս արժեքներով ապրում են, այսինքն նրանք ովքեր որ ունեն, նրանք ովքեր որ ձգտում են յուրացնել փրկությունը Աստծո որդու տված, ովքեր որ ձգտում են յուրացնել, այսինքն գործածել, սեփականը դարձնել, արդյունաբեր դարձնել Աստծո տված ամեն մի շնորհը և պտղաբերում են ոչ թե քանքարաթակույց ծառայի նման այդ մեկ քանքարը թաքցնում են, փոխանակ այդ մեկ քանքարը գոնե լումայապոխվի տալ։ Նրանք ովքեր քայլում են Աստծո ճանապարհի վրա, նրանք ձեռք են բերում և նրանց ձեռք բերվածը Աստծով օրհնվում է և հավիտենական կյանք են ժառանգում, ունեն և տրվեց։ Իսկ նրանք ովքեր որ իրենց կարծիքով են ապրում են հարմարացնելով Աստծուն, Աստվածայինը, պատարակ, Սուրբ պատարակը, Սուրբ ավետարանը, Սուրբ կանոնները, նրանք ովքեր որ ապրում են հարմարացնելով իրենց, մեր Տերն ասում է, ոչինչ ծածուկ չպիտի մնա։ Մարդկանց կարող եք խաբել, մարդկանց կարող եք մոլորեցնել, մարդկանց կարող են գեղեցիկ խոսքերով, մարդկանց կարող եք շեղել, բոլոր ժամանակներում, բոլոր հերետիկոսներն ու աղանդապետները, ինչպես որ մենք կարդում ենք, հիշում եք անցած շաբաթ օրը եկեղեցու 12 սուրբ վարդապետների տոնի օրն էր, և մենք այս ամբողջ շաբաթվա ընթացքում կարդացինք նրանց կյանքը հնարավորինս, և նրանց գործերը, և տեսանք այն հերետիկոսներին, հերձվածներին, այն աղանդներին, որոնք այդ ժամանակ, որոնք որ ակսվում և հալածում էին, սակայն վերջի վերջո թեկուզ 100-ամյակ հետո արդարությունը վերականգնվում է։ Վերջի վերջո ամեն մեկս, ինչպես ասեցի, նաև Աստծու կողմ են կանգնում։ Ինչքան էլ ուզում եք գեղեցիկ խոսեի, ասենք Արիոսը, Նեստորը, Մակեդոնը, որոնք որ եպիսկոպոսներ էին, ինչքան ուզում եք գեղեցիկ խոսեի, ինչքան որ ուզում եք իրենց խոսքերով մարդկանց կայքատղեցնեի, վերջի վերջո ճշմարտությունը Նիկիո հավատող հանգանակը հաղթանակեց և այսօր մենք հավատում ենք ճշմարիտ հավատով։ Ասելս այն է սիրելիներ, որ մենք մեր կարծիքով ինչքան ուզում է որ ապրենք, պետք է հիասթափեցնել, մեկ չէ, որ մենք մեզ ստեղծել ենք և մեզ համար օրենքներ ենք տվել և կարգ ու կանոն ենք տվել։ Աստված է, որ ստեղծել է, և Աստված է, որպես Տեր իրավունք ունի կարգ կանոն հաստատել իր ստեղծագործության վրա, և Աստծո մեծությունը նրանում է, որ Աստված կարգ ու կանոնի հետ միասին պատվիրան է հաստատում իր ստեղծագործության վրա, և որի համաձայն, որ մենք ապրելով է, որ ձեռք ենք բերում հավիտենական կյանքը,
ձերք եք բերում այն գանձը, որի մասին ասում է, ծախեց իր ամբողջ ունեցվածքը եւ գնեց այդ մարգարիտը, սիրելիներ։ Մենք ինչքան ուզում ենք մեր կարծիքներով ապրենք, մենք ինչքան ուզում ենք մեր համար արժեքներ ստեղծենք, դրան ծառայության իսպաս բերելով Աստծո պատվիրանը եւ ավետարանը, ճշմարտությունը մեկն է, որը որ գեղեցիկ խոսքերով չի գնվում, այլ գնվում է հավատով, գնվում է այդ հավատին համապատասխան գործերով, հավատ, որը որ սնվում է Սուրբ եկեղեցու հայրերի, Սուրբ ավանդությամբ, Սուրբ եկեղեցու կանոններով եւ Աստծո Սուրբ պատվիրաններով։ Աստծո, որը որ գլուխն է Սուրբ եկեղեցու։ Մենք ասում ենք եկեղեցին Սուրբ է, որովհետեւ Քրիստոս, որ եկեղեցու գլուխն է, Սուրբ է։ Մենք ասում ենք եկեղեցին Սուրբ է, որովհետև եկեղեցին, որ Քրիստոսի մարմինն է, Սուրբ է։ Մենք ասում ենք եկեղեցին Սուրբ է, որովհետև եկեղեցին, որ հիմնված է Քրիստոսի խոսքի վրա, այս խոսքը Սուրբ է, Քրիստոսի, որի հետ միասին, որը եւ ազատություն փոխում, վայելեն փառք, իշխանություն եւ պատիվ, այլ եւ իր Գերավիճան Աստծո։ Ամեն։